ակվում է։ Հատուկ կարևոր գործերով քննության վարչության հայտարարության համաձայն նախաքննության արդյունքներին ծանոթանալու եւ միջնորդությամբ հանդես գալու համար տրամադրվում է ընդամենը 1 օր ժամանակ։ Այս հանգամանքը տուժող կողմի փաստաբանները դիտավորություն են համարում։ Իրավապահ մարմինները առաջին իսկ օրվանից տարաբնույթ խոչընդոտներ են հարուցում, նկատում են փաստաբանները։ Խնդիրն այն չէ, որ իրենց քննչական ոլորտի էլիտա համարող իրավապահները ոչ պրոֆեսիոնալ են։ Զրուցակիցներիս կարծիքով գործի քննության նման ընթացքը վկայում է, որ այն կոծկելու եւ հիմնական ուղղությունից շեղելու խնդիր է լուծվում։ Այս կերպ վարվելը մենք գնահատում ենք ոչ այլ ինչ, քան ուրեմն խոչընդոտել մեր գործուն մասնակցությանը նախաքննությանը։ Փաստաբաններն իրենց տարածած հայտարարության մեջ հատուկ կարևոր գործերով քննության վարչության բաժնի պետ Արսեն Այվազյանին առաջարկել են 1 օրյա ժամկետում ավելի փոքրածավալ գիրք ընթերցել, որպեսզի տրամադրված ժամկետի անհեթեթությունն ավելի ակնհայտ դառնա։ Իսկ 3 հատորանոց եւ շուրջ 1000 էջանոց գործի նախաքննությանը ծանոթանալու եւ վերլուծություններ անելու համար հատկացված 1 օրյա ժամկետը մասնագետները ոչ ողջամիտ եւ ծիծաղելի են համարում։ Դրանց մեծ մասը թերթերը 2 էջից լրացված են, դրանք 1000 էջից ավել են կազմում եւ դրանք պարունակում են իրենց մեջ ձեռագրով ցուցմունքներ, որոնց ընթերցումը ավելի երկար օբյեկտիվորեն ժամանակ է պահանջում, բացի այդ դրանք անհրաժեշտ է վերլուծել։ Շուրջ 2 ամիս ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանության առթիվ կազմակերպվող բողոքի ակցիայի մասնակիցները, մտավորականները եւ մասնագետները համոզված են, իրավապահ մարմինները հարսնաքարի գործը մասնատելու եւ փոշիացնելու փորձ են կատարում։ Ավելին ըստ նրանց մեղքը մի քանի մատուցողների վրա բարթելով փորձում են պարտակել իրական մեղավորներին։ Մենք գտնում ենք, որ նման ժամկետի տրամադրումը ուղղակիորեն արհամարհանք է ոչ միայն Վահե Ավետյանի, նրա գործընկերների նկատմամբ, արհամարհանք է մեր հասարակության նկատմամբ, հասարակական կարծիքի նկատմամբ։ Իրենք իրենց ասելով պահպանում են կարգ ու կանոն, այն կարգը եւ այն կանոնը, համաձայն որի անմեղ մարդուն կարելի է ստորացնել, կարելի է նվաստացնել, կարելի է ծեծել, կարելի է սպանել։ Դա է իրենց կարգ ու կանոնը, որովհետեւ այդ կարգով ու կանոնով միայն պահպանվում է այդ ռեժիմը։ Քաղաքացիները չեն լռելու եւ հետամուտ են լինելու, որպեսզի այս գործը չկոծկվի, ինչպես բոլոր գործերն են կոծկվել Հայաստանում եւ իրավապահ համակարգը իր պատկերը նորից ցույց չտա։ Բողոքի ակցիայի մասնակիցների համար հատուկ կարևոր գործերի քննության վարչության մարդու կյանքի եւ առողջության դեմ հանցագործությունների բաժնի պետ Արսեն Այվազյանի հայտարարությունը եւ կառույցի նման գործելավոճը անակնկալ չէր։ Նման պարագայում ըստ նրանց պետք է առավել կարևորվի քաղաքացիական նախաձեռնությունների եւ բողոքի զանգվածային միջոցառումների դերը։ Իշխանությունները եւ նրանց վերահսկողության ներքո գործող իրավապահ կառույցներն ամեն օր պետք է տեսնեն եւ համոզվեն, որ հասարակությունը չի լռում, պահանջատերը եւ հետամուտ արդարության վերականգնման եւ ամենաթողության մթնոլորտի դեմ պայքարին։ Սիրանուշ Հարությունյան, Գարիկ Ազիբեկյան, Գալանյուս, Երևան։ Անցնող շաբաթն հարուստ էր բողոքի մասսայական միջոցառումներով։ Հայաստանի Հանրապետության կառավարության շենքի դիմաց հերթական անգամ բողոքի ցույցի էին դուրս եկել բանակում զոհված երիտասարդների մայրերը։ Վերջիններս ցանկացել էին պատկան մարմինների ուշադրությունը սևեռել իրենց պահանջների վրա, պատժել խաղաղ պայմաններում հայ զինվորի վրա ձեռք բարձրացրած հանցագործներին։ Սա էր զոհված զինվորների մայրերի հիմնական պահանջը։ Սակայն մեծաթիվ ոստիկաններ շրջապատել են կառավարության շենքի մուտքը։ Ակցիայի ընթացքում որդեկորույս մայրերի եւ ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել։ Վերջիններս թույլ չտալով զոհվածի մորը բարձրանալ աստիճաններով հրել եւ վայր են գցել նրան։ Տեսանյութը ձեր ուշադրությանն եք ներկայացնում առանց մեկնաբանության։ Իրանք են հրամայել ներևից իրանք են մարդակերը, մեզ մարդակեր իրանք են մարդակերները, վիշվածքները, ինչ օրենք, ես կառավարությունը ժողովուրդին է, չի? Ինչ աշխատանքային պրոցեսի ժամանակ թող մեր երեխեքի հարցը քննարկեք։ Բարիս պեն սարքել մեր հետևում եւ չեն թողնում մոտենան։ Գոնե աստիճաններին հաստորեն ինչքան վախեցած են։ Վախը մեջներն է, վախում են։ Ինչքան վախեցած են, այդ վախն են իրանք։ Իրանք ծախելում են, մտողներից ծախելում են։ Իրանք մենակ չեն ծախելում մեր երեխեքի Ո՞վ է քեզ
Եթե եկել ես լուսաբանելու, լուսաբանի ոչ թե խփի ոստիկանը։ Հերու գնացեք։ Թե դες հեռա տալի։ Այսինքն ծնողը շրջի։ Վարչապետ, դատախազունի հետ ովքեր են դրանք։ Երեք չէ հաշվում։ Դրանց ագործները ովքեր են։ Ձերքը քաշի ավելանա վրայի։ Ձերը քաշի վրայի։ Դուք պետք է ասեք մեկ Ձերը քաշի որտեղ կողքի։ Դուք պետք է Ոտքդ ասեք հետ տա։ Իչիա։ Հերու գնացեք։ Թող դուրս Մարդը դողացնա մի բաժակ ջուր տվեք, ինձ եք Ինչի է վախենում։ Ինչի է վախենում։ խմում իրաց ջրերը, վայ։ Ինչի է վախենում մեր վարչապետը։ Պարիս պաշարել։ Իսկ Հայազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի ակտիվիստներն ու երիտասարդները կրկին հավաքվել են գլխավոր դատախազության շենքի դիմաց եւ պահանջել ազատ արձակել երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս Գևորգյանին եւ Դավիթ Քիրամիջյանին։ Ակցիայի մասնակիցները նշել են, որ չեն լռելու դատաիրավական համակարգում առկա ապօրինությունների դեմ եւ պայքարելու են, որպեսզի իրենց գաղափարակից ընկերները հայտնվեն ազատության մեջ։ Դատախազության մոտ հավաքված ՀԱԿ ակտիվիստները եւ քաղաքացիական հասարակության տասնյակ ներկայացուցիչներ պահանջում էին ազատ արձակել կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանին եւ անմեղ ճանաչել 2-ից 6 տարի դատապարտված մյուս ակտիվիստներին։ Բոլոր այն ոստիկանները, ովքեր որ կեղծ ցուցմունք են տվել, պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության եւ այն պաշտոնատար անձինք, ովքեր կատարել են կեղծ ցուցմունք տալու դրդություն, պիտի կրեն իրենց պատիժը։ Մեր հասարակությունը պետք է տեսնի, որ յուրաքանչյուր երիտասարդի, յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները ոտնահարելու դեպքում նա ոտքի է կանգնելու։ Ակտիվիստները պնդում էին, որ երիտասարդներին ազատազրկման ենթարկելու որոշումն ունի քաղաքական ենթատեքստ եւ իջեցված է նախագահական նստավայրից։ Նրանք համոզմունք հայտնեցին, որ իրենց պայքարն ի վերջո կտա ցանկալի պտուղներ եւ ազատազրկման ենթարկված ՀԱԿ ակտիվիստները ազատ կարձակվեն։ Մենք այժմ եւ ամեն օր շարունակելու ենք հետամուտ լինել, որպեսզի քաղաքացիական հանրության պահանջները կատարվեն, Անդրացվեն 4 ակտիվիստները, ազատ արձակվի Տիգրան Առաքելյանը եւ պատժվեն այն մեղավորները, որոնք դրդել են այս ամբողջ գործը կազմակերպելուն, սարքելուն եւ հասցնելուն դատական բարույց։ Մենք դրա փորձ ունենք, մեր ճշմարտակ նրանք անպայման պետք է ազատ արձակվեն եւ ես դա հավատում եմ։ Ակցիայի մասնակիցների կարծիքով Հայաստանի դատաիրավական համակարգում առկա արատավոր երևույթները, իշխանության մյուս ճյուղերից կախվածությունն ու կամակատար գործելավոճը անհրաժեշտ է արմատախիլ անել։ Նրանց խոսքով իրավապահ մարմինները իսկական հանցագործներին թողած դատարաններ են ուղարկում անմեղ մարդկանց, փորձելով սարսափ ներշնչել վերջին շրջանում ակտիվություն ցուցաբերող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։ 14 տարի է ժողովուրդը այս վիճակում է, վախեցած, բանից վախեցած եւ օրվա հացի կարոտ ժողովրդին ղեկավարելը շատ հեշտ է, սրանց ձեռատալի որպես կարգավիճակում է ժողովուրդը մնա սենց, որ գնան սրանք 100-ամյակներ կմնան մեր գլխին, հասկանում եք, դա համար ես չեմ ասում, սա օլիգարխիա է, սա բռնապետություն է, սա մի հոգու բռնություն է, այն մյուս օլիգարխները են մեծը հարուստները, դրանք սինդիկատներ են, այս մեծին մատակարարող, աչից, ձախից մատակարարող։ Այս իշխանությունները մեր տղաներին ձերբակալել են միայն մեկ նպատակով, որպեսզի մեզ ընկճեն, որպեսզի մեր պայքարը տարակտեն, բայց մեկ անգամ ևս այս իշխանությունները, այս շենքում գտնվող անձիկ եւ բաղանակ 26-ում նստածները ապտակ է ստանալու մեր կողմից այնքան ժամանակ, քանի դեռ Տիգրան Առաքելյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը եւ Արտակ Կարապետյանի գործը չի արտարացվել եւ նրանք չեն գտնվում մեր կողքին։ Հիշեցնենք, որ 2012 թվականի հուլիսի 20-ին Երևանի կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի արդյունքում ՀԱԿ երիտասարդ ակտիվիստները ազատազրկման են դատապարտվել քրեական օրենսգրքի 316 եւ 258 հոդվածներով, այսինքն խուլիգանություն կատարելու եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Հայեր Փիրապյան, Մարտուն Գրիգորյան, Gala News, Երևան։ Ինչպես է մեր երկրում գործում դատական համակարգը, արդյոք այս ոլորտում արձանագրվել են որոշակի դրական փոփոխություններ։ Ոլորտի մասնագետները վստահեցնում են, համակարգում շատ բացեր կան եւ առանձնապես էական առաջընթաց չեն նկատել։ Որտեղ եւ ինչպես են հանգստանում Հայաստանի քաղաքական գործիչները, նրանցից շատերը վարչապետի հորդորը այն է հանգստանալ հանրապետության տարածքում համարել են առողջ պահանջ։ Ինչպիսին է կյանքի որակը Հայաստանում, IPSC քաղաքական սոցիալական խորհրդատվությունների ինստիտուտը անցկացրել է Հայաստանի Հանրապետությունում կյանքի որակի ինդեքսի հետազոտություններ։
Գազի սակագնի բարձրացման վերաբերյալ լուրերը հասարակական լայնշրջանակներում անհանգստության տեղիք են տվել, ինչպիսի անդրադարձ կունենա գնային փոփոխությունը գործազրկության բարձր մակարդակ ունեցող երկրի բնակչության վրա։ Սիրահայերը շարունակում են զանգվածաբար ներգաղթել Հայաստան, հայրենիքի կարոտի զգացումը եւ Հայաստանում ապրելու նրանց անորոշությունը։ Ինչպես է մեր երկրում գործում դատական համակարգը, արդյոք այս ոլորտում արձանագրվել են որոշակի դրական փոփոխություններ։ Այս հարցերի շուրջ Երևանում աշխատող իմ գործընկերները զրուցել են ոլորտի մասնագետների հետ։ Վերջիներս վստահեցրել են, որ դատական համակարգում շատ բացեր կան եւ առանձնապես էական առաջընթաց չեն նկատել։ Փաստաբան Արա Ղազարյանը այլ տեսակետ է հայտնել, վստահեցնելով, որ վերջին շրջանում դատական համակարգը դրական փոփոխությունների այնուամենայնիվ ենթարկվել է։ Որպեսզի դատական համակարգն անկախ լինի ցանկացած տարաբնույթ գործոնների եւ գործադիր մարմնի ազդեցությունից, անհրաժեշտ է, որպեսզի դա ոչ միայն օրենսդրությամբ հռչակված լինի, այլ հստակ մեխանիզմներ ամրագրված լինեն դրանք իրագործելու համար։ Այս կարծիքին է Հայաստանի Հանրապետության փաստաբանների դպրոցի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանը։ Ըստ նրա, բացակայում են այն հիմնական չափորոշիչները, որոնց հիման վրա են ընտրվում դատավորները։ Վերջինս վստահեցնում է, որ չնայած նրան, որ ամեն տարի նոր օրենքներ ու ենթաօրենսդրական ակտեր են մշակվում եւ վերամշակվում, այնուամենայնիվ դատական համակարգի կայացման համար դեռևս շատ անալիքներ ունեն մասնագետները։ Վառ օրինակ այն է, որ այս վերջերս նշանակվել են դատավորներ, ես այդ անձանցից մի քանի հոգուն անձամբ ճանաչում եմ եւ տեսել եմ, որ այդ անձինք այն անձինք չէին, որոնք կարող էին զբաղեցնել դատավորների պաշտոնները։ Վերջինաշով նպատակը դատավորներին անկախացնելն էր, ոչ թե դատական համակարգը անկախացնելը։ Ուրեմն չհասանք ոչ այն նպատակին, ոչ էլ այն նպատակին։ Փաստաբան Հայկ Ալումյանը դժգոհություն է հայտնում, որ հաճախակի դատական օրենսգրքում գլոբալ փոփոխություններ են կատարվում։ Զրուցակցից կարծիքով յուրաքանչյուր մեկ օրենքի փոփոխության դեպքում անհրաժեշտ է խորը ուսումնասիրություն, իսկ հաճախակի կատարվող լայնամասշտաբ փոփոխությունները Հայկ Ալումյանի կարծիքով պատճառ են դառնում անորակ մասնագետների առկայությանը ոլորտում։ Որակյալ մասնագետը մի հատ փոփոխության արդյունքում դառնում է անորակ մասնագետ։ Ինքը որակյալ մասնագետ է, մեկ էլ քրեական դատավարության օրենսգիրքը փոխեցին, հիմա էլի պատրաստում են փոխեն, չէ՞, եւ ինքը դառնում է անորակ մասնագետ, որովհետև չի փոխվում մի կանոն, երկու կանոն, փոխվում են անգամ իրավունքի սկզբունքներն են փոխվում։ Դատական համակարգի մասին այլ տեսակետներ կայացրեց մեզ փաստաբան Արա Ղազարյանը։ Վերջինս վստահեցնում է, որ այս համակարգում վերջին մի քանի տարիներին նկատելի են դրական փոփոխություններ։ Արա Ղազարյանը մասնավորապես նշեց, որ դատարանների կախվածությունը գործադիր մարմնից եւ վերադասներից հասել է նվազագույնի։ Մինչդեռ այս կարծիքը միանշանակ չեն ընդունում շատ փաստաբաններ։ Դատարաններում այսօր հրապարակվում են այնպիսի անօրինական վճիռներ, որոնք մարդկային ճակատագրեր են խեղաթյուրում, ասում է Հայկ Ալումյանը։ Ասում են, մի քիչ էլ համբերեք, հիմա կունենանք նոր քրեական դատավարության օրենսգիրք, ու այն խնդիրները, որ դուք այսօր տեսնում եք, դրանք այդ նոր քրեական դատավարության օրենսգրքի մեջ լուծված են։ Ինձ այսօր իմ վստահորդի իրավունքն է հետաքրքիր, որ այսօր ինքը ապօրինի չկալանավորվի։ Հա? Թե դուք հետո մի տարի հետո այդ օրենսգրքի մեջ ինչ հիանալի փոփոխություններ կկատարեք, այս մարդու խնդրումը դրանով չի լուծվի։ Քրեական վարույթը շատ հաճախ ուղղակի իրականացնում են գործը դուրս գրելու համար, փակելու համար, ոչ թե ճշմարտությունը, արդարությունը բացահայտելու համար։ Ամբողջ խնդիրը նրանում է, որ դատարանը չի հաշտեցնում, չի լուծում վեճը։ Ուղղակի մեկի օգտին է տալիս, բայց վեճը որպես այդպեսին չի լուծում։ Քաղաքացիները եւս օրենքի իմացության մակարդակը բարձրացնելով կարող են նպաստել դատական համակարգում տեղ գտած խախտումները վերացնելու գործին, նշեցին զրուցակիցներս։ Գիտեք, այսօր իրավաբանների մեջ չկա մեկը, որ կարող է ասել, որ ինքը գերազանց գիտի օրենք։ Եվ այդ պայմաններում խոսել են մասին, որ բնակչությունը իր իրավունքները գիտի, դա չափից ավելի լավատեսություն կլներ։ Հասարակ քաղաքացին չի կարող օրենքը ամբողջությամբ իմանալ։ Դա նրա խնդիրը չէ, նա զբաղված է։ Մենք փաստաբանական գրասենյակ ենք, միշտ ընդունում ենք հաճախորդներ եւ երբեք չեն պահանջում կամ չեմ զարմանում կամ նախատում հաճախորդին, եթե նա օրենք չգիտի, բայց այլ բան է, երբ որ քաղաքացին չի հետևում իր իրավունքներին։ Դատական համակարգի անկատարությունն է պատճառը, որ քաղաքացիներից շատ քչերն են վստահում այս համակարգի ներկայացուցիչներին։ Վերջերս արտարադատության նախարարությունը մի զեկույց էր հրապարակել, ըստ որի դատական համակարգին չի վստահում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 80%-ը, իսկ մնացած 20%-ն ըստ մասնագետների համակարգի աշխատակիցներն են։ Էմմա Պայլյան, Տիգրան Գասապյան։